Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է բացատրեն քաղաքացիներին։ Փաշինյանին հնարավոր կլինի իշխանազրկել միայն ընտրություններին ակտիվ մասնակցելով, կարծում է պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Մեր հիմնական խնդիրը եւ ընդդիմության հիմնական խնդիրը пассив ընտրազանգվածին ակտիվացնելն է։ Իսկ դա չի կարող մեկ ուժ կատարել։ Ռուստամյանի խոսքով, երբ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, թե ՔՊ-ն առաջիկա ընտրությունների արդյունքում նորից է վերցնելու իշխանությունը, քարոզչական հնարքի է դիմում։ Ավելի շատ ենք ունենալու։ Ըստ պատգամավորի փորձում են տպավորություն ստեղծել, թե ընտրատեղամաս գնալը, քվեարկելը անիմաստ է։ Իշխող ուժի հաղթանակն արդեն երաշխավորված է։ Մինչդեռ Փաշինյանի թիմի հակառեյտինգը շատ բարձր է եւ որքան շատ մարդ գնա քվեարկության, այնքան կնվազի իշխանության վերընտրվելու հնարավորությունը։ Հակազանգվածը շատ մեծ զանգված է, իրենք էլ լավ գիտեն։ Տեսել ենք իրանց վարկանիշները, չէ՞։ Բոլորին դեմ է մոտեցումը սխալ է, համոզված է Ռուստամյանը։ Այդպիսի արշավներ նախաձեռնող շրջանակները փորձում են անել ամեն ինչ, որ քվեարկությանը ակտիվ մասնակցություն չլինի եւ դրա արդյունքում Փաշինյանի օգտին տրված ձայների տոկոսը մեծ երևա։ Երբ իշխանությանը մերժող ընտրազանգվածը հիասթափված քաղաքացիները չեն մտնում քվեախոց, հնարավորություն են տալիս իշխանությանը վարչական ռեսուրսի կիրառմամբ ընտրությունների տանել յուրայիններին եւ ապահովել սեփական հաղթանակը։ Որ ՔՊ եղավ ընդհանրապես մենք քեմալական պայմանագիր կկնքենք եւ կունենանք թուրք-ադրբեջանական տանդեմի ասոցացված մի տրիադա կկազմենք։ Տանդեմը կդառնա տրիադա։ Ընդդիմադիր պատգամավորը խորհուրդ ունի քաղաքական այն փոքր միավորներին, որոնք ըստ բոլոր սոցհարցումների շանս չունեն խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել։ Այդ ուժերի մասնակցությունը ընտրական գործընթացին փոշիացնելու է ընտրողների ձայները, որոնցից շահելու է Փաշինյանի թիմը, նկատում է Ռուստամյանը։ Դու ունենալու ես այն ներկայությունը, որը չի ազդելու երկրի ընդհանուր գործընթացի վրա։ Սա դառը փորձից ենք մենք ասում։ Ուրեմն, եթե ուզում ենք հաջողել, ոչ միայն մեր հաջողության մասին պետք է մտածենք, այլև ընդդիմության ընդհանուր հաջողության մասին պետք է մտածենք։ Պատգամավորը կարծում է, որ խորհրդարան անցնելու շանս ունեցող ընդդիմադիր դաշինքներից ու կուսակցություններից յուրաքանչյուրը պետք է ընտրողներին հորդորի։ Եթե մեծ ձայն չեք տալիս, քվեարկեք գոնե ընդդիմադիր ճակատի մեկ այլ հաղթելու հնարավորություն ունեցող ուժի օգտին։ Ժողովրդին մղել, որ գնա ընտրության եւ ընտրություն կատարի ընդդիմության մեջ։ Եթե մեջ չի ուզում, թող գնա ընտրի մեկ այլ ընդդիմադիր ուժի։ Սա է խնդիրը եւ կարծում եմ այսօր 3-4 այդպիսի ուժեր երևում են։ Հայաստան խմբակցության պատգամավորը կարծում է, որ ՔՊ-ում սարսափած են այն մտքից, որ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը կարող են կոալիցիա կազմել ու վերցնել իշխանությունը։ Այս ընտրությունները պետքա վերածվի իշխանափոխության գործընթացի։ Կարեն Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։